Զյանը շեշտում է, որ Երևանի մոտ խաղատունը պետք է ավելի շատ տուրք վճարի, քան մարզի խաղատունը։ Կարինե Հակոբյանն էլ կողմ լինելով հարկերի բարձրացմանը միաժամանակ մտահոգվում է մարզերում բնակվողների ճակատագրով։ Իհարկե, խաղամոլությունը եկամուտ կարող է բերել երկրի, բայց թմրամոլությունը նույնպես եկամուտ կարող է բերել երկրի։ Եթե երկիրը ժողովուրդը ապականվելու է, ում համար են այդ եկամուտները։ Ուտելը լավ արարքա թե վատ արարքա։ Ով շատ է ուտում, շատ է պատառապում, հիվանդություն առաջ գալիս։ Այսինքն մոլ լինելը, որ ասում են խաղամոլ լինելը, դա ատեն հիվանդության պես մի բան է։ Համոզված եմ, որ այնպես չի որ մենք վաղը չեմ ուսը ուշագորս կգնամ, հեսա ջերմուկում կբացեն որևէ մեկը խաղատուն։ Ես օրինակ համոզված չեմ, որ ջերմուկում վաղը չեմ ուսը անգամ կբացվի։ Վարդան Արամյանի խոսքերով ցանկացած ծրագիր նույնիսկ այն դեպքում, երբ համաշխարհային լավագույն փորձագետներ են աշխատում, միևնույն է ռիսկի գործում առկա է։ Նա մեկ բերում է միջազգային փորձը, խաղատները տեղակայվելու են այն վայրերում, որտեղ կա տուրիզմ։ Մի կողմից մենք կարող ենք կազմաները նայենք որպես իբրած ապականման դաշտ, մյուս կողմից կարող ենք նայենք որպես ասենք տուրիզմի զարգացման կենտրոն։ Մի կողմից կարող ենք նայել որպես ֆիսկալ եկամուտների հավաքագրման հանգույց, մյուս կողմից կարող ենք նայել որպես փողի լվացման ռիսկային կենտրոն։ Իսկ ինչ կանեն, ասենք Արգավանդում տեղակայված խաղատուները, ըստ Վարդան Այվազյանի, չեն փակվի։ Պատճառն էլ առավել քան պարզ է։ Որովհետև եկամուտը շատ է։ Այդ քեզ է բան, ինչու՞։ Ուրեմն բիզնեսի հիմնական նպատակը առանց բարոյական հատկանիշների հաշվի առնելու շահույթ ստացման խնդիրն է։ Սիրուժ Պետրոսյան, Ալբերտ Եդիգարյան, Արմենիա, հեռուստաընկերություն։ Թուրքիայի ազգային մեծ ժողովում ծեծկռտուք է տեղի ունեցել Արդարություն և զարգացում և ազգայնական շարժում կուսակցությունների պատգամավորների միջև։ Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Արդարություն և զարգացում իշխող կուսակցության պատգամավոր Բեքիր Բոգդագը լիագումար նիստին օրակարգ է բերել գլխաշորի հիջաբի հետ կապված հարցը։ Վերջինիս հակադարձելու համար ազգայնական շարժում կուսակցության պատգամավորներից Օսման Դուրմուշը հայտարարել է, թե իշխող կուսակցության ներկայացուցիչները վարչապետ Էրդողանին վերաբերում են որպես մարգարեի և գլխաշորի քննարկումների առնչությամբ օրինակ է բերել վարչապետի կնոջը կամարանքով խոսելով նրա մասին։ Եվ երբ ազգայնական պատգամավորի հայտարարություններին պատասխանելու համար խորհրդարանի ամբիոնին է մոտեցել անձամբ Թայիպ Էրդողանը, հարյուրանքներով ուղեկցվող ծեծկռտուք է սկսվել Արդարություն և զարգացում և ազգայնական շարժում կուսակցությունների պատգամավորների միջև։ Թուրքական մամուլի փոխանցմամբ դա վերջին տարիներին Թուրքիայի խորհրդարանում տեղի ունեցած ամենակատաղի ծեծկռտուքն էր։ Հայտնի ճշմարտություն է, վատ օրինակը վարակիչ է։ Ուկրաինայի Գերագույն Ռադայում նույնպես ծեծկռտուք է եղել Ռեգիոնների կուսակցության և Յուլիա Տիմոշենկոյի բլոկի պատգամավորների միջև։ Ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ Յուլիա Տիմոշենկոյի բլոկի անդամ պատգամավորները փորձել են մոտենալ Ռադայի ամբիոնին։ Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել նրանց և ամբիոնի մոտ քաշքշուկ է սկսվել Վլադիմիր Բոնդարենկոյի և Անդրեյ Կլուևի միջև։ Այնուհետև կռվարար պատգամավորներին միացել են ևս մի քանիսը և սկսվել է մասսայական ծեծկռտուքը։ Վերադառնանք մեր խնդիրներին, ինչպես ասում են, ամենափոքր օգնությունն անգամ ամենամեծ կարեկցանքից լավ է։ Այժմ առավել քան անցած մի քանի տարիներին կարևորվում է Պարենի համաշխարհային ծրագրի հատկացրած օգնությունը, նկատի ունենալով համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը երկրի կարիքավոր բնակչության վրա։ Առաջիկա տարիներին Պարենի համաշխարհային ծրագրի օգնությունը Հայաստանի կարիքավոր բնակչությանը մեծապես կգնահատվի։ Ճգնաժամի հետևանքներին դիմակայելու համար կառավարությունը սկսել է հանրային վարձատրվող աշխատանքների ընդլայնված ծրագիր, միաժամանակ նորացնելով կարիքավորության տարբեր աստիճաններին վերագրվող կշիռներն ու միավորները։ Առանձնապես հետաքրքիր է մարդկանց սննդի կարիքի բավարարման համար Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Հայաստանում կիրառվող դրամական օգնության ցուցաբերումը։ Ծրագրի առաքելությունը կարիքավոր խոցելի բնակչության խավին սննդամթերքով ապահովելն է մի կողմից, մյուս կողմից ենթակառուցվածքների նորոգումը կամ կառուցումը, որպեսզի մարդիկ ունենան գյուղատնտեսական արտադրություն իրականացնելու միջոցներ։ Այսօր ծրագիրն ընդգրկում է Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերն ու Երևանը։ Մեր նկարահանող խումբը ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատարի հետ այցելեց Տավուշի մարզի Խաչարձան ու Աղավնավանք գյուղերը։
Առանց ավելիոտ կարեկցանք առաջացնելու մտադրության, ասենք, որ անզեն աչքով երևում է, որ մարդիկ այստեղ ապրում են մեղմ ասած վատ, կարիք զգալով ամենատարական ու գոյության համար անհրաժեշտ պայմանների, ինչպիսին է խմելու ջուրը, որն այստեղ որոշ տներում բացակայում է դեռևս հեռավոր 88-ից։ Մեր ջուր չունենք, սոթի ջուր տանորից Ջեդի ջուրը ո՞ց խմես ամեն ինչ գցում մեջ։ Իսկ աշխատանք ունենալն այստեղ երազանքի պես մի բան է, որը վերջին տարիներին շնորհիվ Պարենի համաշխարհային ծրագրի սկսում է իրականանալ։ Ինչ որ հիմնական գործարել են, փոքր թեկուզ մասշտաբի, հիմնականում արել ենք Պարենի ծրագրով, եւ ռոկման ասենք ջրագիծը եւ խմելու եւ ճանապարհներ եւ դաշտամիջյան ճանապարհներ ռոկել։ Գերեզմանոցն ենք ցանկապատել, դպրոցի խաղահարապարակն ենք ցանկապատել, որը շատ կարևոր է, որովհետեւ խաղահարապարակը ինձ գետի մոտ է, գետը գարունը վարարում է ու երեխաները համար շատ ասենք տանգայել է։ Մենք 2005-ին արեցինք այդ ծրագիրը, շատ նորմալ է։ Բուշկետը վերանորոգել ենք։ Խաչարձան գյուղի 459 բնակիչների 85%-ը Ադրբեջանից բռնագաղթվածներն են։ Այսօր նրանց առաջնային խնդիրներից է խմելու ջրագծի կառուցումը, դրան հաջորդողը բորոքման ջրագիծն է, ապագայում գյուղի գազաֆիկացումը։ Գյուղն ունի շուրջ 100 աշակերտ, շատ են երիտասարդները, մեծ է աշխատունակ բնակչության թիվը։ Հետևապես առաջնայինը աշխատանք ունենալն է։ Կուտակել պարտքեր գյուղի խանութում ոչ մեկին ձեռնտու չէ։ Բնակչության մոտ հիմա փող չկա, ահա որ սեղ պարտքերով, այդ դեպը հիմա լիքը սեղ պարտքերով է։ Առանձնապես չի կարևորում մերձակա Ահարնավանք գյուղի վիճակը։ Համայնքի 7 տարվա ղեկավար Վարդուշ Ներսիսյանը ասում է, եթե այն ինչին տեսնում եք վատ է, փորձեք պատկերացնել, որ 2-3 տարի առաջ, մինչև օգնության ծրագրերի իրականացումը եղել է ավելի վատ։ Պարենի ծրագիրը մեծ նշանակություն ունի մեր համայնքում։ Այսինքն բնակչությունը աշխատանքի տեղ չունի, դրանով իսկ բավարարվում է աշխատող ընտանիքների սոցիալական տարբեր հարցեր։ Դե կարևորում ենք նաև այդ աշխատանքը, խմելու ջրագիծ, ռոկման ջրագիծ, ասենք ճանապարհների հետ կապված աշխատանքներ։ Ասում են ժամանակի մեքենա դեռ չեն հայտնագործել։ Սա Ահարնավանք գյուղն է, իսկ սա գյուղի խանութը։ Մուտք ես գործում ներս եւ տեղափոխվում ուրիշ հարթություն։ Ասում եմ թոշակ ստանալ նպաստական, ասենք դպրոցից աշխատավարձ, շատ միսիա է, ասենք, բայց աշխատում ենք դել այդ ժողովրդին տանք, որպես ասենք սովակ չմնան էլ ժողովուրդը։ Այստեղ յուրաքանչյուր ընտանիք անհամբերությամբ սպասում է ցանկացած ծրագրի իրագործմանը։ Գյուղական վայրերում կատարվող համայնքների ենթակառուցվածքների վերանորոգումը, խմելու եւ բորոքման ջրերի վերակառուցումն ու կառուցումը, գյուղատնտեսական պահեստների նորոգումն ու անտառ վերականգնումը ի վերջո նպաստելու են ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը։ Ինչպես ասվում է չինական իմաստությունում, դու մարդուն ձուկ ու դու կկերակրես մեկ անգամ։ Սովորեցրու ձգնորսություն, ու նա կուշտ կլինի ամբողջ կյանքում։ Սուսան Նահովանեսյան, Ալբերտ Դիգարյան, Արմենիա հեռուստաընկերություն, Տավուշի մարզ։ Միացյալ Նահանգներում անշարժ գույքի շուկայում տեղի են ունենում նոր զարգացումներ, որոնք հույս են ներշնչում, որ 2010 թվականին այս առումով կարձանագրվեն դրական արդյունքներ։ Կառավարությունն իրականացնում է նոր ծրագրեր, որոնք թույլ կտան բանկային համակարգի վերահսկողության տակ գտնվող շուրջ 2 միլիոն բնակարանների խնդիրը լուծել հնարավորինս քիչ կորուստներով։ Թեմայի վերաբերյալ մանրամասները պարզել Միացյալ Նահանգներում մեր հատուկ թղթակից Արմինե Ամիրյանը։ 2009 թվականին Միացյալ Նահանգներում նկատված աննախադեպ ֆինանսական ճգնաժամի արդյունքում միանգամայն նոր խաղի կանոններ հաստատվեցին նաև անշարժ գույքի բնակավարում։ 2010 թվականը վարչակազմը սկսեց նոր ծրագրերի իրականացմամբ, որոնց նպատակը մեկն է, որպեսզի Միացյալ Նահանգների քաղաքացիները չկորցնեն իրենց բնակարանները եւ ձեռք բերեն նորերը։ Միացյալ Նահանգներում ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում միանգամայն խաղի նոր կանոններ հաստատվեցին անշարժ գույքի շուկայում։ Սեկտորեն կապված լինելով բանկային համակարգի հետ այս ոլորտում տեղի ունեցան առանցքային փոփոխություններ, որոնք փոխեցին շուկայի զարգացման տրամաբանությունը։ Այստեղ սակայն նկատվում են առաջին դրական տեղաշարժերը, լավ տների թվի նվազմանը զուգահեռ ավելացել է նաև բնակարան գնել ցանկացողների թիվը։ 250-ից 350 հազար գնասահմաններում նկատվում է ավելի շատ առևտուր, ավելի շատ մարդիկ տուն են գնում, որովհետև դա այն գնասահմանն է, որ առաջի անգամվա տուն գնորդները կարողանում են տուն գնել, ավելի հասանելի գնասահման է, իսկ ավելի բարձր գնասահմանում չի նկատվում աճ, ես կասեի ավելի նվազում է արժեքները 350-450 հազար եւ ավելի
գնասահմաններում նկատվում է ավելի անկում։ Շուրջ 2 միլիոն բնակարան այսօր դեռ բանկերի տրամադրության տակ է, կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս առումով կորուստները հասցվեն նվազագույնի։ Այսօր ի տարբերություն մի քանի տարի առաջվա Միացյալ Նահանգներում անշարժույթի շուկան առավել գրավիչ է դարձել, հետևաբար մեծացել է նաև ֆինանսական ճգնաժամի ընձեռած հնարավորություններից օգտվել ցանկացողների թիվը։ Կառավարությունն այս առումով իրականացնում է ծրագրեր մի քանի ուղղություններով։ Առաջինը first time home buyer, առաջի անգամ տուն գնորդ